Բարև հայր ջան, ուրեմն երեք այնքան ուղարկեցին ինձ նամակներ, մեկնաբանություններ, թե բա Էդգարը մետնայի քո մասին ինչ է ասում, շարժման մասին ինչ է ասում, ասում եմ ինչ Էդգար, ինչ բան, բա բլոգեր, հարց չկա, լավ, ինչ բլոգեր, բա Էդգար Համբարձումյան, ասում ինչ Էդգար Համբարձումյան, ինչ բան, ախպեր ջան, թե բա Էդգար ջան, արա ինչ Էդգար ջան, մի խոսքով, բա հեսա հղում ուղարկենք, հղում ուղարկում են նայում եմ, առաջ եմ տալի, առաջ գր, եկավ հասավ են պահա վիդեով տեսա, որ իմ ուղերձն է գնաց դալշը, բա մի խոսքով, նայեցի ենքան մինչև նախ, Էդգարին հրավիրեք ես եթերը նայելու, մնացածը ընթացքում, մի խոսքով նայելով եկը հասա այն մասին, որ Էդգարը ասում է հետևելը, Քո սիստեմդ, որ դու ասենք քեզ հրամանատարի տեղով ես պահում, ասենք այդ վայնի շորեր հակած գլխակով, բանով։ Ես որ առաջուց նայում ես, թվում էր թե դու հրամանատար ես, ինչ որ ամերիկյան ինչ որ sense կինոյի միջից հելած տղա, բայց հետո ջոկմես չի, ասենք դու վայնի բանի հետ ասենք վաբշե ասենք այդ կապ չունես, ասենք այդ դեպքում ինչու ես դու քեզ միշտ այդ հրամանատարի տեսքով ու մի հիմա Էդգար ես ես սրան կանրադառնամ ու ամեն բարիդ ու մենակ քո չէ, նաև քեզ ձայնային ուղարկողներին։ Հիմա տես Էդգար Համբարձումյան ջան, նայ դու եթերիդ ընթացքում ասում ես մենք պետք է անկեղծ խոսանք, անկեղծ լինենք, մաքսիմալ անկեղծ, ճիշտ ես։ մեր կարծիքն ասել ու անկեղծ լինենք ժողովրդի հետ, ինչքան կարանք անկեղծ լինենք։ Ընդունում եմ։ Բայց դու մոռանում ես, որ պետք է լինես նաև պատասխանատու։ Այսինքն անկախ նրանից դու զինվորական հրամանատար ես, բլոգեր ես, երգիչ ես, հաղորդավար ես, ինչ ես։ Առաջի հերթին հայ ազգի ներկայացուցիչ տղամարդ ես։ Ու միայն անկեղծությունը չի, որ պետք է, ու ասեմ քեզ միշտ չի, որ անկեղծությունը պետք է, բայց պատասխանատվությունը պետք է միշտ։ Այսքանը հիշի, վերջում նորից կանրադառնամ պատասխանատվությանը։ Դու ասում ես քեզ հրամանատարի դիրքից ես ներկայացնում, վերջում պարզվում է, որ դու զինվորական բանի հետ վաբշե կապ չունես։ Դու սա հայտարարում ես հանրային կերպով։ Հիմա նայ, ոնց է կոչվում են մարդը, ով ունի արդեն 4 տարբեր ջոկատներ, տարբեր քանակության, ամեն մեկը ունեն իրանց առաքելությունները, ու այդ ջոկատները, Էդգար ջան, ղեկավարում եմ ես, այդ ջոկատները գործում են իմ հրամանատարության ներքո, այդ այն ջոկատներն են, որ 2020 թվականից մինչև այսօր չի եղել ու գոյություն չունի որևիցե մի դեպք սահմանին, որ այդ ջոկատները իմ հրամանատարության ներքո այդ սահմանում չլինեն ու գործողություն չիրականացնեն։ Ոնց է կոչվում են մարդը, ով ղեկավարում այդ ջոկատներին թե պատերազմական, թե խաղաղ ժամանակ։ Հիմա դու ասա, ուզես չուզես, ասելու ես հրամանատար, ու հիմա ինքդ մտածի արածդ հայտարարության պատասխանատվության աստիճանը, գումարած դրան, երբ որ պնոյում բարձրաստիճան պաշտոնյայի հետ, նայ Էդգար ջան, ես խոսում եմ ճիշտ նույն ձև, ոնց որ խոսացել ես դու։ Երբ որ պնեի բարձրաստիճան, նու շատ բարձրաստիճան, պաշտոնյայի հետ խոսում ենք դիրքերից, ու պարզվում է ես դիրքերի մասին ավելի շատ եմ տեղեկացված, քան ինքը, թե անձնակազմերից,
թե դիրքերը ինչի կարիք ունեն ու ամեն ինչ մի խոսքով։ Դու ասում ես вообще զինվորականության հետ կապ չունես։ Նորից հետարի պատասխանատու բառին։ Դա տենց ու վերջապես պատերազմին մասնակցությանս օրվանից սկսած ես իմ նկարչությունը թարգել եմ ու տրվել եմ զինվորական գործին։ Ու ինչքան էլ որ ես ունեմ ջոկատներ, որոնց հրամանատարն եմ հանդիսանում, ես իմ երկրի, իմ հայրենիքի, իմ Հայաստանի երբեք չզորացրվող զինվորն եմ։ Հիմա դու մտածի ես ինչքանով կապ ունեմ զինվորականության հետ, թե իմ ռեսուրսներով տեղեկատվական, թե ունեցածս տեղեկություններով դիրքերի մասին, թե դիրքերին անհրաժեշտ ու պակաս բաների մասին իմ տեղեկությունով ու այս 5-6 տարվա մեջ դրանք լրացնելով, ցանկացած մասշտաբի ու տևողության կռիվներին ու պատերազմներին մասնակցելով, այս համ դու, համ քո այն հանդիսատեսը, ով քո բառերը հալած կարագի պես ընդունեց, ուղղակի դուք մտածեք։ Ու սա ոչ թե միայն ես եմ ասում, որ սենց ասեցի քեզ ու այդքանը, ելնելով պատասխանատվությունիցս, որը շատերին կարա լավ օրինակ ծառայի, որ մի բան ասելուց կամ փաստ լինի, կամ գոնե համոզիչ մի հանգամանք, խորհուրդ եմ տալիս, մանավանդ երբ արդեն անդրադարձել ես ինձ, ու շատ չտեղեկացված դիրքից, դիրքորոշումից, խոսացել ես բաներ, որոնք չես կարա հիմնավորես, չես կարա բացատրես, ուղղակի խոսացել ես, որպեսզի դու էլ քո մեջ ամեն ինչ ճշտես, քո համար, անպայման, ընդամենը ժամ 17 րոպե, հայերեն տառերով YouTube-ում գրի լույսը ներսում վավերագրական ֆիլմ։ Ես վստահ եմ, քո բոլոր հարցերի պատասխանները կստանաս, մենակ պետք է նայես շատ ուշադիր ու ընկալման բարձր աստիճանի ռեգուլիրովկով, Էդգար ջան, անպայման նայի։ Հետո ինչ եմ տենում, եթերը գնում, տենց այդ խոսքերը լսում եմ, ճիշտ է ժպիտով ու մենակ չէի, հենց այո լույսի բանակով այդ պահին եմ, որ արդեն չգիտեմ ինքան գրին, մինչև միացրինք բոլորս լսում էինք։ Ես շնորհակալ եմ իհարկե քեզ բոլորիս այդ պահին ժպիտ առաջացնելու համար։ Նաև այս առիթի համար, որ համ քեզ, համ քո հանդիսատեսին, համ հանրությանը առիթից օգտվելով տամ ավելի մանրամասն պատասխաններ, բայց ամեն ինչ հերթով։ Ես քո եթերը համբերատար լսեցի։ Հիմա լսի դու։ Եկա հասա քո հետևյալ խոսքին։ Ու մի հատ էլ լույսի բանակ ունես, բլին ասում ես ինչ բանակ ախպեր, ինչ բան, արդեն ջոկում ես քեզ sense խճճացնում բան անում, ախպեր ջան, էսի մենք այդ խճճված բանի մեջ կարող է ուրիշը ընկնի, ես այդ խճճված բանի մեջ չենք դնում։ Ինչ լույսի բանակ, ինչ բան, ախպեր ջան։ Հիմա նայ, ինչ լույսի բանակ։ Եթե առհասարակ մեկին ուզում ես անդրադառնաս, Էդգար ջան, անպայման իրան լավ ուսումնասիրի, որ չվրիպես ու զուտ ունեցածը սխալ կարծիքը չմբողջնես սենց հանրության առաջ, որ հետո էլ չիմանաս դա ոնց հիմնավորես, ոնց պատասխանես, ոնց բացատրես, հասկանում ես։ Ամենասկզբից լույսի բանակը նախ ռազմահայրենասիրական կազմակերպություն է։ Ու իգիտություն քեզ ես ոչ միայն հրամանատարն եմ իմ 4 ջոկատների Սիրիուս անվան տակ, նաև լույսի բանակի, որը ի տարբերություն ջոկատների մի քիչ այլ գործունեություն է իրականացնում ու իրականացրել։ Լույսի բանակը 10, 20, 30 հոգանոց կազմակերպություն չի։ Մեծ բազմություն է լույսի բանակում, հասկանալի պատճառներով չեմ բարձրաձայնում, երբ որ այս եթերը նայես ու իմ հետ կապվես, էդ էլ կասեմ ինչի ու ոնց։ Վստահ եմ այդ ժամանակ քեզ միգուցե ասեմ հստակ թիվ
որ հասկանաս ինչքան մարդու համար եմ հրամանատար։ Ու այսքան տարվա մեջ դեռ ոչ մեկ իմ հրամանատարությունից չի քաշվել ու չի տուժել։ Հիմա ինչի լույսի բանակ, ասում եմ, չէ, պետք է ուսումնասիրես, մինչև արտահայտվելը, դա ճիշտ է։ Ի սկզբանե լույսի բանակը ձևավորվել է Հայաստանում տիրող խավարի դեմ պայքարելու համար։ Խավար ինչն եմ անվանում ես։ Տգիտությունը, անպատասխանատվությունը, խառնակցությունը, խանգարելը միտումնավոր կամ միամիտ, մարդկանց տեղեկատվական պակասը, մարդկանց քաղաքականապես կամ իրավականորեն չկրթված լինելը, դեգրադացիան, այսօրվա մեր մեդիա դաշտը, որը տանում ու տանում է բոլոր սերունդներին միայն դեգրադացման, ուրիշ նպատակ չի հետապնդում։ Նիկոլը իր հակահայկական քաղաքականությամբ, նախկին իշխանությունները իրենց ձևական ընդդիմություն ներկայանալով, իմ ազգին, իմ Միսո Արյանը հիմարի ու ապուշի տեղ դնելով, արդեն տասնյակ տարիներ, այս ամենը ես անվանում եմ խավար։ Խավարամտություն, ոնց ուզում ես անվանի, այդ հիմքը խավարն է։ Տրամաբանական է, որ դրա դեմ պայքարը պետք է լինի լույսով։ Ինչի բանակ, որովհետև մենք մարդ ու կռիվ տվող ենք, տարբեր հարթակներում, սենց YouTube-ի խոսակցություններից սկսած, վերջացրած սահմանային պատերազմներով, քաղաքային, քաղաքական, հասարակական, իսկ ոնց է կոչվում մարդկանց են խումբը, ովքեր կռիվ են տալիս, լավ, բանակ չի, ոնց է կոչվում, դու ասա, միգուցե ասես կամ չէ, ես իմ ֆանտազիան ու միտքը մինչև բանակն է հասել, որ մարդիկ, երբ որ խմբով պատրաստվում են կռվի, դա կոչվում է բանակ, ինչի դեմ, խավարի, դրա համար լույսի բանակ, սա իգիտություն, իմանաս, Էդգար ջան, հիմա գնանք մի քիչ էլ հետո, քո այս հաջորդ աբսուրդային արտահայտությունը, այդ քո խրոխտ ձայնը, որ sense չեմ անում, sense խրոխտ բարխտնի ձենով խոս, այդ լրիվ այդ երանգը, որ տալիս է քեզ քո կողմից գալիս է, ինքը շատ վանող է իմ համար։ Նայ Էդգար ջան, ես չգիտեմ դու ինչ տեսանկյունից ես նայում, որ ֆիքսվել ես ոչ թե ասածիս վրա, այլ ձենիս։ Ես այս ձենով ծնվել եմ, սա իմ ձենն է։ Դա նույն բանն է, ոնց որ ես քեզ ասեմ, դեմքդ վանում է ինձ։ Դու այդ դեմքով ես ծնվել։ Ասենք տրամաբանությունը, նպատակը, պատճառը, հիմքը ո՞րն էր քո այդ արտահայտության։ Նորից եմ ասում, եթե ասես ինչ տեսանկյունից ես նայել, միգուցե հասկանալի դառնա։ Բայց եթե դու նայում ես որպես հայ, հային, ու դու ոչ թե ֆիքսվում ես կոնկրետ ասածիս վրա, այլ իմ հագուստի, արտաքին տեսքի, ձենի, ինչ ասեմ, Էդգար ջան, դա քո գործն է, իհարկե, բայց ես էլ սենց եմ ծնվել, այս ձենով, այս արտաքինով։ Ինչքանով է ճիշտ, պատասխանատու ու բացատրելի պլյուս տրամաբանական, եթե ես հիմա քեզ ասեմ, դեմքդ վանում է, կամ մազիդ գույնը, կամ աչքիդ գույնը, ասենք, դու տենց ես ծնվել, դու դրա մեղքը չունես, եթե նույնիսկ վատն է արտաքինդ։ Ու դու այդքանից հետո ասում ես, այ մեզ լսի մեր եթերը, որ իմանաս, ինչի մարդիկ չեկան քո հեղափոխությանը, նախ ով է քեզ ասել, որ չեն գալու, այլ սկսենք դրանից։ Թող չգան գոնե նոր ասա, որ գոնե այդ ասածիդ հիմք ու բացատրություն ունենաս։ Էդգար ջան, տես, ասում ես մեզ լսի, լսեցի, մենակ քեզ չէ,
Նաև քեզ ձայնային ուղարկած էլի իմ հայերի ձայնայինները, որոնցից մեկը էս է։ Մի բան եմ ուզում ասեմ, թողներեն ինձ Կարեն Արայանի երկրպագուները, անձամբ չեմ ճանաչում այդ մարդուն, բայց հաստատ գիտեմ, որ կյանքի խոսքի ադեպտ է։ Կարծում եմ դրանով ամեն ինչ ասված է։ Հիմա, այսինքն, այս ամենը լսելով, ես պետք է մտածեմ, այս սրա համար մարդիկ չեկան, ու սրա համարը որն է, որ քո խորհուրդն է, չէ, լսի, որ իմանաս։ Կարեն Արայան ջան, որ հավաքվես ու տեսնես, որ շատ այդ հաղափոխությունը չի լինում ստացվել, դու մի հատ պրոստը հասկացի ինչու չստացվեց, որ մի հատ լսի մեր եթերները ու դու կհասկանաս, որ մարդիկ այս սրա համար չեկան մասնակցելու, այս բաներն էին ասում, վտանգները չէին ասում։ Լսեցի։ Իմ հայուհին, նույն մեր հայկինն է, տես, ես մաքսիմալ փորձում եմ չօգտագործել շար բազ, շար, չէ, լավ, վատատեղյակ կին է, ով ասում է, չեմ ճանաչում, բայց հաստատ ինքը կյանքի խոսքի աղանդից։ Այն դեպքում, որ ամեն բջիջովս ես կռիվ եմ տալի ու պայքարում եմ, որ Հայաստանը չունենա աղանդներ, որովհետև դրանք եւս դեգրադացնող կառույցներ են։ Ես բազմիցս անդրադարձել եմ նաև իմ կրոնական պատկանելիությանը, որ ես չեմ պատկանում բացարձակ ոչ մի կրոնի, բայց դրա հետ մեկտեղ ես աթեիստ չեմ։ Ես Աստծով զարթնող, Աստծով քնող, Աստծով ապրող, Աստծո տված մարդ եմ։ Ես ոչ թե հավատում եմ Աստծուն, ես գիտեմ Աստծուն, բայց ես ոչ մի կրոնի չեմ պատկանում ու չեմ պատկանել երբեք ուր մնաց որևէ աղանդի հետևորդ լինեմ կամ չգիտեմ ինչ, չի տեղավորվում դա։ Ու ես լսեմ դա մեղմ ասած, էլի վատատեղյակ մի հայ կնոջ մեկնաբանություն ու հասկանամ այս սրա համար չկան։ Այսինքն Էդգար ջան, ես քո հարթակը ոնց ընկալեմ։ Պատասխանատու, անպատասխանատու, խառը խուռա ինչ-որ sense հայտարարությունների արդյունքում դուք գալիս եք մի որոշման, ում միանալ, ում չմիանալ, էտա ձեր հիմքը։ Ես ուրախ եմ, որ նման մարդիկ չեն էլ միանում, որովհետև ես ամբողջ կյանքում ապրել ու մեծացել եմ նենց շրջապատում, նենց մարդկանց մեջ, որ առաջնային եղել է ցանկացած տղամարդու համար, կնոջ համար էլ, ամենաբարձրագույն արժեք, որ տղամարդը պետք է ինքը իրանից շատ հարգի, դա իր խոսքն է, որին ինքը միշտ կարա պատասխանատու լինի, միշտ կարա հիմնավորի, բացատրի ու տենց շարունակ։ Այսինքն քո խորհրդից ելնելով ես լսեմ մեկնաբանություններ, որոնք ընդհանրապես ոչ կարան հիմնավորվեն, ոչ կարան ապացուցվեն, ոչ մի բան ու հասկանամ այ դրա համար դուք չմիացաք։ Անելույային, ինչ որ մինչև հիմա հələ ոչ մեկ չի արել։ Այդ անելու Կարեն Արայանը։ Ձեզ հաջողություն, եղբայր ջան, ձեզ հաջողություն եմ մաղթում։ Ոնց է ինձ հաջողություն մաղթում։ Փոխադարձ Էդգար ջան, քեզ էլ հաջողություն եմ մաղթում քո չմիանալու գործում։ Շարունակի չմիանալ, բայց մի շարունակի խոսալ բաներ, թե իմ, թե ում մասին ուզում լինի, որը հաստատ չգիտես, կամ թերի գիտես, կամ լավ չգիտես, կամ գիտես, բայց հաստատ չգիտես, թե ինչ գիտես, նու հասկացար ինձ, սա էլ իմ խորհուրդն է քեզ, տես անկեղծ, նույն քո դիմումով դիմեմ քեզ, չնեղանաս, ուղիղ, անկեղծ ու մաքսիմալ պատասխանատու, ես հիմա քո հետ խոսում եմ, տեսեք ինչ է ստացվում, ես դեռ ոչինչ չարած, փոխանակ փորձեք օգնել, փորձեք աջակցել, նայեք դուք ինչ եք անում, ու դուք զարմանում եք ինչի է Նիկոլը շարունակում մնալ իշխանության, ընդ մարդկա համեմատում հենց Բագրատի հետ, այն դեպքում, որ հենց Բագրատի ոճի համար, իր ուղղվածություն ունենալու համար, առհասարակ ամեն ինչի համար, երևի եղանք միակ ուժը, որը չմիացավ իրան, բոլորը միացան, կեսից հետ քաշվան, հետո չգիտեմ ինչ, մենք չենք միացել,
ուր մնաց այդ իրա ոճը, այդ իրա ձևը, տանի, բերի, չգիտեմ ինչ, առանց իմանալու դեռ ինչ պետք է արվի, ոնց պետք է արվի։ Մի անգամից բոլորով մի հատ փորձենք ասել՝ մի միացեք, ախպեր, բան արեք, աղանդավոր է, ես իմ ինչը, ժողովուրդ, ամոթա այտենց բաների պատճառով կորցնեք երկիրը։ Ու ես Էդգար, ես մունատ չեմ գալի։ Ես բարկանում եմ, երբ մարդիկ անում են անպատասխանատու հայտարարություններ իմ հետ կապված։ Մեկը ասում է մասոն է, մեկը ասում է Նիկոլի պրոյեկտն է, մեկը ասում է Քոչարյանի պրոյեկտն է, մեկը ասում է աղանդավոր է, մեկը ասում է Կարեն ջան, դուք կոսմետիկայի բիզնես ունեք թե ոչ։ կոսմետիկայի բիզնես։ Այո, կոսմետիկայի բիզնես եւ ձեր կարելի ասել գործընկերը Աննա Հակոբյանն է։ Կարեմլի ագենտ է, KGB-ի տեղեկից է, Արևմուտքի ագենտ է, Եվրոպայի ագենտ է, ինչ։ Այս անպատասխանատու հայտարարությունները, տարատեսակ բամբազ բյուրոները, բամբազ բյուրո համարվող հայլի ակումբները, որ պիտակավորում են ինձ գրում են, լրատվականներն են, Քոչարյանի ու Սերժի։ Հիմա Էդգար ջան, եթե դու էլ մերպես դեմ ես ներկա ու նախկինին, բա ոնց ես նույն բանը դու կրկնում։ Ամեն դեպքում, եթե մի մարդ ուզում է հայրենիքի համար, ձեր համար, ձեզանից յուրաքանչյուրի համար անի մի բան, փոխանակ ձեռ մեկնեք, խոսում եք ձենից ես, ձենդ վանում է, օրինակ որ բանը ասեր, նու լավ հարց չկա, թող քեզ իմ ձենը վանի, բայց նայեք ինչերից եք խոսում, այն դեպքում, երբ առանց որևիցե լուրջ աջակցություն, մեջք առհասարակ ունենալու զուտ երևանցի տղա լինելով, ունենալով ընդամենը 5-6 տարի արդեն, ռազմահայրենասիրական կազմակերպություն ու ջոկատներ, ես դուրս եմ գալի վաբանք, հստակ գիտակցելով ում ու ինչի դեմ եմ դուրս գալի, դուք սա չեք կարում գնահատեք, չի ստացվում, ինչից է, այդ խնդիրն էլ ձեր մեջ, մի հատ կալիբրով կարեք, էլի, մինչև ինձ նման բան ասելը մի հատ ինքներդ ձեզ դիմեք, նորմալ է ձեր մոտ ամեն ինչ, երբ որ մի հատ հայ տղա իր կյանքը, ազատությունը, առողջությունը, ժամանակը, ամեն ինչը դնում է հանուն հայրենիքի առանց որևիցե մի հատ անձնական շահի ու միակ բանը, ինչին ապավինում եմ ու սպասում եմ, դա ազգային աջակցությունն է, դուք նայեք ինչերից եք խոսում ու ինչ եք անում, վաղը ձեր ժառանգների առաջ, ձեր խղճի հանգստությամբ դուք եք պատասխան տալու, խելամիտ մարդը առհասարակ, սեն ժամանակ աջակցում օգնում է, ու երբ որ ստացվում է, որ ում որ աջակցեց ու օգնեց հերթական, չգիտեմ ինչներ, խաբեց, գցեց կամ ես իմ ինչ, նոր ժամանակ կարա դուրս գա ասի, այրան, մի վստահեք, մի միացեք, որովհետև վենա մի անգամ արինք, հելավ խաբեց գնաց, ես հիմա Բագրատի մասին նույն բանը ասում եմ, դրա հիմքը ունենալով ու ամենայն պատասխանատվությամբ, ես կարամ ասեմ մի միացեք Բագրատին, եթե չեք ուզում ուղղակի ֆիթնես անեք, գնաք գաք, ես կարամ ասեմ մի միացեք իշխանին, որովհետև ամենակուլմինացիոն պահին մարդը հետ է տանում բոլորին ամփոփելու, սրանք հիմքեր են ես նման բան ասեմ, հիմա դուք ինչ հիմք ունեք իմ մասին նման բան ասելու, դա պատասխանատու է, թե չէ, դա հայը հայի հանդեպ հայասիրաբար է, թե չէ, սա էլ դուք վերլուծեք, ու եթե կգաք այն բանի, որ այո, ապրեք տենց, ինչ ասեմ, թող ձեր հետևորդները շատանան, քարոզեք այդ նույն բանը, որ եթե մեկը փորձում անի,
Հա, մենք էլ ենք ասում դեմ ես իշխանությանը ես բանին։ Բայց որ ասին, բայց որ դու ես դա առաջարկում, իբր ինչ։ Այդ դու առաջարկի ես գամ միանամ։ Եթե ես դեմ եմ ես իշխանությանը ու նախկին իշխանություններին, թող մեկը ռեալ դուրս գա, պատրաստակամ այն բանի, ինչին ես եմ պատրաստ։ Ու ես նստեմ ասեմ, բայց չէ, դու հələ միացես, բայց ձենը դուրս չի գալի բան։ Դա adekvat է, ես կարող չեմ կարող հասկանամ։ Բայց մարդ ով ասում է եկեք միացեք երկիրը փրկենք այս ներկա իշխանությունից։ Ու նստած չի որոշների պես չգիտեմ որտեղ ու ասում է գնացեք էսի ջարդեք, կեթակ էսի կանեք, կեթակ բոլորից առաջ ես եմ գնում, ամենամեծ հարվածները ես եմ ինձ վրա պատրաստ վերցնելու։ Դուք ասում եք ձենդ դուրս չի գալի, ձենդ վանում է։ Դրա համար մեզ լսի ու տես ինչի չենք միանում։ Adekvatություն եմ մաղթում բոլորիս։ Adekvatություն։ Ու կարևորը անկարևորից տարբերելու ունակություն, որ կարևորը ոչ թե ձենն է, այլ ասելիքը, կարևորը ոչ թե արտաքին տեսքն է, այլ պատրաստակամության աստիճանը, թե մարդ ինչերի կարա գնա։ Ու վերջապես նորից պետք է ասեմ, մի բան ասելուց առաջ միշտ պետք է մեզանից վեր դասենք ու շատ գնահատենք մեր խոսքը, որ հակադարձվելու դեպքում չդառնա ուղակի լոլո, ամենայն եղբայրաբար տրամադրվածությամբ։ Մի հոգի էլ ձայնային թողեց շատ վրդոված, ինչ լույսի բանակ, ինչ լսեք լավ, հետո կշարունակի։ Մի հատ բան է հետաքրքրում ես լույսի բանակ, բա ուր էին որ այն վաղ դոգը բաներ անում, հավաքներ էր անում, բաներ անում, թե? Բանը մայախատասկրայով, հա, ուսի ասած ամեն մեկս մեզանով, մենք հետո մեզանով գելենք, մեզանով կանենք, ասենք մենք արեցինք։ Հանեք ուզում անեք կպեք իրան արեք։ Լույսի բանակ, չգիտես լույսի բանակ։ Ուրեմն հարգելի հայ մարդ, ձայնայինը թողած։ Հատուկ քո համար, հատուկ մի փոքր երկար ու մի քիչ հետո տեսանյութ կնայես, քո բոլոր հարցերի պատասխանը դու եւս կստանաս։ Էդգարի մասով ավարտենք ու անցնեմ քեզ։ Ախպեր, այդ մարդը որ մի քիչ էլ գորգրա, ես զարմացած եմ իր համբերության ու իր ներվերի վրա, որտեվ այսքան իր հոգի ա դնում այդ Կարեն Արայանի մասնախոսք է դու։ գործի վրա, այսքան կոչ ա անում, ոչ խարի պես նստած են, ոչ մեկ տեղի չի։ Էդգար ջան, շատ adekvat մի պահ քո ընդհանուր վիդեոից շատ նորմալ հարց ես տալի, այս ամենայն անկեղծությամբ։ Իմանանք ինչ ենք անում։ Ինձ ընկերս կանչի ձուն մաքրելու, գիտեմ ձուն ենք մաքրում, բայց որ ասի ուղակի չի հարցնելու եմ ինչ։ Ընտիր։ Սա էլ է խոսում նրա մասին, որ քիչ ուսումնասիրած լինելով դու անդրադառնում ես այդ թեմային։ Նորմալ է, հասկանում եմ, մոնտաժներ ես անում, տարբեր բաներ ես անում, ժամանակ չունես։ Հատուկ քո համար, հիմա նորից ասեմ, համել բոլոր այն մարդկանց, ովքեր քո պես չեն հասցրել կամ բաց են թողել ու չգիտեն ինչ են անելու։ Ինձ անհրաժեշտ է 70,000 մարդ, որոնցից մեկը կարաս լինես դու, կամ այդ 70,000-ից մեկին քո կոչով կարաս ուղղորդես դու։ Ու յուրաքանչյուրը ով ինձ հիմա նայում է։ Ուսումնասիրի քաղաքական փորձերը տարբեր պետությունների։ Յուրաքանչյուր երկրում ըմբոստության ճանապարհով 2-ից 3% դուրս գալու դեպքում դա համարվում է բացարձակ իշխանություն, ու այդ ժամանակ դու դառնում ես այդքան մարդով քայլող սահմանադրություն։ Միկին էլ ձայնային արեց, ասեց կամ Նիկոլը պետքա ինքնակամ հրաժարական տա, կամ սենց կամ նենց։ Այդ դեպքում Նիկոլը հրաժարական չտալ չի կարա։ Ինչ գործողություն պետքա արվի։ Ես կարծում եմ այնքան միամիտ չես, որ սպասում ես հիմա պետքա մանրամասն ստեղով քեզ ասեմ ինչ գործողություն պետքա արվի։ Դա եւս կարաս անznապես իմ հետ խոսալուց իմանաս, ինքդ էլ չբարձրաձայնելով, բայց համոզված լինելով, որ շատ սխալ ու անհիմն կարծիքի էր, որ մտածում էր, թե չի ստացվի։ Ինքդ քո հետևորդներին վստահեցնես, որ ստացվողը ու մարդիկ պետքա գան։ Ստացվող չի, եթե անհիմն կարծիքներ բաշխվեն հանրության մեջ,
ու այդ հանրությունը դա ընկալի որպես ճշմարտություն ու հիմք ու դուրս չգա փողոց։ Այո, այդ ժամանակ չի լինելու։ Իսկ փողոց դուրս չգալու հիմք համարել չտեղեկացված, բամբաս բյուրոներից վերցրած խոսքեր ու դա համարել հիմք թե ինչի մարդիկ չեն գալի, դա էլ ամեն դեպքում իմ տրամաբանությունը դա չի կարա մարսի։ Եթե կան մարդիկ, որ մարսում են, իմը չի մարսի։ Դրա համար այդքան էլ հետաքրքիր չի, եթե պատճառը հետա չգալու։ Ես ասել եմ ու նորից եմ ասում, ոչ թե կարամ ասեմ ինչ ենք անելու, ես կարամ ասեմ ինչ չենք անելու։ Լոլոներ չենք կարդալու, ուղղակի չենք թափառելու, քանակությունը լռանալուն պես ես մի վայրկյան անգամ չեմ տատանվելու, լինելու է օրինական, օրենքը, սահմանադրական կարգը չտապալող գործողություն, որի արդյունքում Նիկոլը հրաժարական տալու է, սա իմացի, ավել բան հանրային չի կարելի ասել, եթե այսքանը բավարար չի, շարունակի չմիանալ, շարունակի, չգիտեմ, ինչ ուզում ես շարունակի, Էդգար ջան, ինչ ուզում ես արա։ Ուզում ես կոնկրետ ճանապարհային քարտ ես, գտի իմ YouTube-յան ալիքում, նայ, ուզում ես 6 ամսյա կառավարության ժամանակ իրականացվող ծրագրեր, էտել կարաս նայես։ Մի խոսքով, ամեն ինչից կարաս տեղեկացված անցնես քո ժամ ու կես, 2 կամ 3 ժամ տևող բլոգերության։ Հիմա Էդգար ջան, իմ խորհուրդն է քեզ։ Դու հանրային կերպով ոչ ասածներիդ հիմնավորումն ու պատասխանը լիարժեք տալու պատրաստ կարգավիճակում դիմում ես ինձ, ունենալով մեծ լսարան, ստիպված նույն ֆորմատով ես պատասխանում եմ քեզ։ Հիմա ոնց որ դու ասեցիր, քեզ մի հատ կալիբրով կարա, բրատ։ Հիմա ես էլ քեզ ասեմ, մի հատ բրատ, եղբայր, դու քեզ կալիբրով կարա, աշխատի այսուհետ անդրադառնալուց մարդկանց, մանավանդ նրանց, ովքեր հաստատ միանշանակ քեզանից շատ ու ավելի շատ բան են արել Հայաստանում ու Հայաստանի համար, Լուիսը Ներսոն ֆիլմը որ նայես, դու ինձ լրիվ կհասկանաս, այդ կալիբրովկից հետո փորձի մաքսիմալ պատասխանատու անդրադառնալ մարդուն։ Ու ամենակարևորը, Էդգար ջան, քո խոսքերից ես մենակ մի բան հասկացա, որ դու պետք է կարանաս այդ մարդը լինես, որ հեղափոխություն անես։ Որ ասում ես դու պետք է այն մարդը լինես։ Էդգար ջան, համեմատելով քո ու ցանկացածի ու մասին ուզում ես խոսած, դու էլ պետք է այն մարդը լինես, ով կարա խոսա, հանրային կերպով միտք արտահայտի, կարծիք ձևավորի ու կարողանա դրան պատասխան տալ։ Հիմա իմ խորհուրդն է քեզ, եթե քո համար իրոք հայրենիքն է կարևոր, ու դե հիմա լավ, մարդ ես լիքը բանից տեղյակ չէ, ժամանակ չունես տեղեկանալու, դա է կարևոր ավելի շատ, երկիրդ, հայրենիքդ, քան ասենք բլոգը, բլոգերությունը, այդ դեպքում ես գիտեմ դու Միկայի հետ կապի մեջ ես, իմ համար իմանալը քո համար խնդիր չի, իմացի եղբայր, կապվի հետս, կապվի մնացածը շարունակենք անձնապես, տեղեկացնեմ ես ոչ Viber ունեմ, ոչ WhatsApp, մենակ Telegram, կապվի Էդգար ջան, կապի կխոսենք, ու եթե ավելի կարևոր է բլոգը, ուրեմն կարաս շարունակես բլոգով, բայց ես քեզ այլևս սենց չեմ անդրադառնալու ու չեմ պատասխանելու, ես այլ ֆորմատն եմ ավելի շատ սիրում, ուղիղ խոսք, տես նման դեպքերում էլ շատերը գրում են, որ բա դու էլ ես տենց անդրադառնում, բա դու կապվեիր, ես մեղք չունեմ, որ Էդգարը ընտրեց այս տարբերակով ինձ դիմելը, պատասխանում եմ նույն ֆորմատով, որովհետև Էդգարը հասարակության մոտ
ստեղծեց սխալ կարծիք։ Վստահեցնում եմ, որը երբեք չի կարա հիմնավորի։ Բայց Էդգարը մեր հայ աղբերն է։ Դրա համար եմ ասում, Էդգար ջան, որոշումը քոնն է ինչ կանես, բայց ամենաճիշտը, մանավանդ մեր գործողություններից մի քանի օր առաջ ուղիղ իմ հետ կապվելն է, ոչ թե հանրային, այտենց շարունակել է, հասկանում ես։ Ես կսպասեմ քո ուղիղ զանգին, անկեղծ խոսակցության ու պատասխանատու մտքերով փոխանակվելու զանգին։ Հիմա այն մարդուն անդրադառնամ, ով ասում էր, որ դոգը անում էր Լուիսի բանակը ուր էր։ Մի հատ բան է հետաքրքրում, ես Լուիսի բանակ, բա ուր էին, որ այն վաղ դոգը բաներ անում, հավաքներ էր անում, բաներ անում, թե։ Սա էլ Դուբայելի ու ըստ տեսանյութը դրանով կավարտվի։ Դրա համար հայր ջան բոլորիդ օրվա բարի ժամ, Աստված օրհնի բոլորիդ բարձր սիրով ու ճշմարտությամբ, ձեզանից է կախված վերածննդի շարժումը կիրականանա թե չէ։ Մնացածը ոնց գիտեք, ում կլսեք, ինչքան է դա հիմնավոր, ինչ է կանում, ուր է գնում եւ այլն։ Այս երկիրը մերն է, մեզանից յուրաքանչյուրինն է ու մենք ենք որոշող, թե ինչ ենք անում։ Լավ մնաք։ Հաջորդը ում անունն եք տալիս։ Դոգի։ Միացեք Վարդան Ղուկասյանին, միացեք։ Դոգի դեպքում 3 տարի առաջ անձամբ եմ առաջարկել միանալ, միասին գործել։ Դոգը ինձ ասեց, որ ինքը ինձ կմիանա միայն այն դեպքում, եթե ես Լուիսի բանակը ամբողջությամբ տամ իրան, ինքը լինի ղեկավար։ Ես դրա վրա շատ չխորանալով հետագայում ինչ արել է Դոգը, ես դա փաստ է արեց բանում հրապարակում բանակը ես եմ լոզունգով ակցիա, ես միացա, որի մասին նույնիսկ չբարձրաձայնեց, չասեց։ Արեց բան Մայիսյան դաշինք կուսակցությունների հետ Նիկոլին դեմ, ես լինելով կազմակերպություն, ոչ թե կուսակցություն, on-line ստորագրությունով, որ միանում ենք այդ Մայիսյան դաշինքին, հաստատեցի, որ միանում եմ, ես չեմ խորշում, հասկանում եք։ Բարև ձեզ, պարոն Ուրիխանյան։ Ինչպես նաև միացել են մի քանի հասարակական գործիչներ, ինչպիսին է Լուիսի բանակը, որը որ եւս հայտարարեց, որ միանում է մեզ, բայց ինքը ցավոք սրտի կուսակցություն չի, բայց եւ այնպես մարդը իր քաղաքական դիրքորոշումը հաղթեց, արտահայտեց ու մինչև այսօր ոչ իմացա ինչ եղավ դա, ոչ հաշվետվություն ստացա, ոչ մի բան։ Հիմա կարաք ինձ բերեք մի օրինակ ձևի համար, մի հատ սթից օրինակ, որ Լուիսի բանակը մի բան կազմակերպել է, իսկ Լուիսի բանակը այնքան բան է կազմակերպել։ Ով չգիտի, Լուիսը ներսում ֆիլմը նայեք։ Ու մատնանշեք ինձ մի տեղ, որտեղ նույն դոգը գոնե ի պատասխան, ну, в знак солидарности։ Ինքն էլ մեզ է միացել, չկա այդպես բան։ Ու վերջապես մի անգամ ասեց, այո, դու կարաս լինես վարչապետ, ես կաջակցեմ այն դեպքում, երբ դու ինձ տաս, այս ինչ կառույց է։ Այսինքն այդ ժամանակ ինքը պատկերացնում էր ինձ վարչապետ։ Այդ Լուիսի բանակ ստեղծումը, որը որ պետք է պայքարի խավարի դեմ, որովհետև այսօր մենք ոնց նայում ենք քաղաքական դաշտը, կամ նախկիներն են, կամ այս իմ քայլական։ Եվ ժողովուրդի հետ ընկած տվյալների մեջ հիմա ում կողմը կանգնի։ Եվ Կարեն Արեյան նկարիչ այսօր ցանկանում է փրկի, իսկ ինչու ոչ։ Եվ ոչ միայն Կարեն Արեյանը, հա, ասենք ես եմ մյուսն։ Իսկ թվում է մենք այո բոլորս պիտի մտնենք այս Լուիսի բանակի մեջ։ Այն մասան, որը որ զոմբի չի, եւ այն մասան, որը որ այդ բան կրանտին կատ եղած ջուրը չի խմել, կամ խմելը վրա չի ազդել։ 2021 թվականի մայիսի 9-ին Լուիսի բանակը միակ ուժն էր, որ մեծ ավտոերթով մեկնեց Գորիսկ՝ ի աջակցություն Սյունիքի, քանի որ Լուիսի բանակը կանչված էր յուրաքանչյուր դեպքում կանգնել եւ լինել հայ ազգի կողքին։ Թե ուր էին մյուս ուժերն ու ինչու չմիացան, մենք տեղյակ չենք եւ եթե անկեղծ չենք էլ ցանկանում իմանալ։
Այս ամենի ֆոնին Ադրբեջանի կողմից ապօրինի գերության վերցված մեր հայ տղաների հետ վերադարձման հարցով գրեթե լուրջ զբաղվող չկար։ Հապաղել չէր կարելի եւ տեսնելով քաղաքական դաշտի լռությունը Լույսի բանակը այդ հարցն էլ բարձրացրեց Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց։ Արման Առաքելյանի ազատության պահանջով մեծ բողոքի ակցիա կազմակերպեց կրկին միայն Լույսի բանակը։ Մյուս քաղաքական ուժերը սահմանափակվեցին գրառումներով ու ուղիղ եթերով եւ կրկին անգամ չմիացան Լույսի բանակի պայքարին։ Եվ կրկին հերթական անգամ Հայաստանում միակ ուժը Լույսի բանակն էր, ով ոչ թե գրառումով կամ ուղիղ եթերով էր պայքարում, այլ ֆիզիկապես։ Եվ կրկին ոչ մի քաղաքական ուժ չկար, կար միայն Լույսի բանակը։ Եվ իհարկե միայն Լույսի բանակը 2021 թվականի օգոստոսի 27-ից սկսած մինչև նոյեմբերի 15-ը 2.5 ամիս ամեն օր դուրս էր գալիս պայքարի պարտադիր պատվաստման դեմ։ Սակայն ինչպես միշտ պարզվեց, որ միակ հաստատուն ընդդիմադիր քայլ անողը Լույսի բանակն է, դուրս բոլոր տեսակի լոկ գրառումներից, ուղիղ եթերներից ու անօգուտ դատարկ վերլուծություններից։ 2021 թվականի նոյեմբերի 19-ին Լույսի բանակի նախագահ Կարեն Արայանի անունից դիմումը ուղարկվեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Պատասխանում ասված էր, որ ձեզանից բացի ուրիշ ոչ մի ընդդիմադիր ուժից դիմում չենք ստացել, ուստի մեր առաջարկն իրականացնել չենք կարող։ Այդ հայտարարությունից հետո տարբեր քաղաքական ուժեր այդ կոչին միանալու փոխարեն սկսեցին անցկացնել սեփական նախաձեռնությամբ ակցիաներ։ Լույսի բանակը անկախ ամեն ինչից միացավ բոլոր ակցիաներին, որոնցից մեկի ժամանակ էլ Արայանը հայտարարեց ամսի 23-ի հավաքի մասին եւ բարձրախոսով անձամբ հրավիրեց բոլոր ներկաներին ու ցույցի կազմակերպիչներին։ Ես առիթից օգտվելով նաեւ ուզում եմ Գալստյան արտակին ներկաներին բոլորին երկուշաբթի օրը առավոտյան 12:00-ին հավաքվենք պաշտպանության նախարարության առաջ, ստիպենք, որ աշխատեն ու իրանք կաշխատեն։ Ամսի 23-ին Պաշտպանության նախարարության առաջ Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր ուժային կառույցներն էին, սակայն Լույսի բանակին միացան ընդամենը 3-ից 4 տասնյակ քաղաքացիներ եւ իհարկե բացարձակ ոչ մի քաղաքական ուժ, քանի որ ընդհանուր գաղափարը այդքան էլ առաջնահերթ չէ շատերի համար, որքան քաղաքական անհատական դիվիդենդները։